հայազգի պրեզիդենտներն են քերու նման են, որն ասում է, քանի սաղ է քերին, խոխեքը պիտի շոկոլադ ուտեն։ Ձեր խոսքերից հայտնի աշխարհին, թե հայի կյանքը շոկոլադ է դրախտում է, բայց իրականում, փրկիր Տեր Աստված, խեղճ հայազգը նեխած ձկան գլխում է։ Այս համեմատությունը դեռ մեղմ է արված, տո գազաններ, թե չգիտեք երկիր պահել, ինչ եք ելել շերեփն առել, մեյդան ընկել, մարդ չմնաց դատարկեցիք Հայաստանը, միայն մտածում եք, թե ոնց լցնեք ձեր գրպանը, բայց մինչև հիմա դուք չեք հասկացել, որ ազգն է ձեզ հարստություն բերողը և առանց ժողովուրդ կարող է կորչել անգամ ամենահարուստ և ամենահզոր հողը, և ժողովուրդն է, որ իր արքային լավ կամ ոչնչացնող անուն է կնքում, իսկ ձեր նման դավաճաններին ողջ հայազգը սոված շներ է անվանում, ամբողջ ազգովի ձեր երեսին են թքում, իսկ դուք ասում եք, անձրև է գալիս, բացարձակապես դուք չեք էլ զգում, որ հայազգի վերջն եք տալիս, ոնց եմ զզվում ձեր նման հրեշներից, ձեր պատճառով անհետացել է հայի երեսից, և թե ուրախություն, և թե բարություն, և թե իրար հանդեպ հարգանք մարդկություն, փախչում են բոլորն իրենց սիրած տուն ու տեղից, անգամ մի վայրկյան ետ էլ չեն նայում, իսկ ով էլ որ դեռ չի փախել Հայաստանից, ուրեմն փախչելու հնարը չի գտնում, իսկ դուք երեք հրեշներով հերթ եք կանգնել ու պատրաստ եք իրար կոկորդ պատառոտել պրեզիդենտի հերթական աթոռի համար, ու բացարձակ չեք էլ զգում դուք անհարմար, այդ դատարկված ու սնանկացած աթոռի համար էլ իրար փոր մի թափեք, էլ ոչինչ չի մնացել թալանելու, վկա է Աստված, այդ սնանկաթոռը ինձ զիջեք, իսկ ես ձեր նման ազգակերներին ցույց կտամ, թե ոնց են տեր կանգնում երկրին ու ազգին, բայց առաջնահերթ ես ձեզ ցույց կտամ, թե ոնց են դատ ու դատաստանի կանչում թուրք հրեշին, թե ոնց է թուրք հրեշը գենոցիդն ընդունում ու մեր հողերն էլ ետ վերադարձնում, հիմի լսում եք ու վրաս հռհռում, իհարկե, ես ձեզ լավ եմ հասկանում, այդ մտքին ոչ միայն դուք չեք հավատում, այլ և ողջ հայազգն է դա անհնար համարում, չեք հավատում, թե տղայեք, դե գրած եկեք, այն ամեն գանձերով, ինչ որ հայերից դուք թալանել եք, իսկ ես այդ ամեն գանձերի դիմաց կյանքս եմ դնում, իմ խոսքերի էությունը թե չապացուցեմ, հենց հրապարակի ուղիղ կենտրոնում, ինքս իմ ձեռքերով կախաղանս կկանգնեցնեմ, թե տղայեք, դե գրած եկեք, ձեզ եմ սպասում, միայն մեկ ընտրաշրջան եմ ձեր աթոռն ուզում, իսկ դրանից հետո ժողովուրդը կորոշի արդեն, թե ում արքա ընտրի իրեն, այդ ժամանակ համոզված եմ, թուղթ սարքելով գաղչեք նստի, առավել ևս հաստատ գիտեմ, այս անգամ դուք փախչել կուզեք, բայց դա հարց է, ժողովրդից ուր կփախչեք։